Ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի Run Oil-ի բենզալցակայաններում։ Ադրբեջանական բենզինը գնաց Megatrade ընկերության տնօրեն Կարեն Հայերյանի խոսքով AI-95 պրեմիում տեսակի բենզինը կվաճառվի 440 դրամով։ Սա էականորեն էժան է, պրեմիում տեսակի բենզինի ներկայիս շուկայական գինն էլ 520 դրամ է, ասել է Հայերյանը։ Megatrade-ը մտնում է Սիր կապիտալի մեջ, որը պատկանում է իշխանական падգամավոր Խաչատուր Սուքեսյանի ընտանիքին։ Ընկերությունը գնել է շուրջ 600 տոննա պրեմիում տեսակի ադրբեջանական բենզին։ Թուրքական մամուլը հայտում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում Ալիջանի սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ եւ նախապատրաստական միջոցառումներ, այս մասին գրում է Էրմենի Հավերը։ Հրապարակման համաձայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև 44 օրյա պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստել է տարածաշրջանային կարգավորման գործընթացին։ Կրեմլում ըմբռնումով են վերաբերվում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու Ադրբեջանի նախագահի որոշմանը։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բոլոր պետությունների ղեկավարների աշխատանքային ժամանակացույցերը հատկապես դեկտեմբերին ամանորի շեմին շատ լարված են։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր գործընկերային կառուցողական հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Այդ երկիրը շարունակում է նաև համագործակցության բոլոր ձևաչափերով մնալ, հայտարարել է նա։